Շնորհակալություն Սրբազան հայր, որ չմերժեցիք մեր առաջարկը։ Քանի որ Գյումրիում մարտահերթ ընտրություններ են նախատեսված եւ կյանքը ստիպել է անընդհատ քաղաքականությունից խոսել եւ ոչ հոգեվոր թեմաներից այդ կապակցությամբ ցավում եմ։ Անդրադառնալով Գյումրու շուրջ ստեղծված իրավիճակին Սրբազան հայր, քանի որ դուք Գյումրին, այսպես ասած, 10 մատի պես գիտեք, ով է արժանի, որ պետք է լինի Գյումրու քաղաքապետ, ով պետք է ստանձնի այդ պարտավորությունը։ Եթե իմ որոշումով լիներ, ով է արժանի եղածների մեջ, ոչ մի կատարյալ չի, բայց կարող են ղեկավարել քաղաքը, ամեն մեկը իր բնավորության եւ իր կարողությունների համապատասխան։ Այո, գոնե 4 հոգի կան, որ այո։ Դուք 4 հոգու անուն տվել եք, ուժի անուն տվել եք, ինչպես նաև մեկին անվանել եք կեղծ ընդդիմադիր, խոսքը Ռուբեն Մխիթարյանի մասին էր, որը նաև երեք իր նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձավ, նախ ասաց, որ ներողություն է խնդրում ձեզանից, երևի նեղացրել է ձեզ, բայց այդուհանդերձ նաև նշեց, որ ինքը ձեր հոտի զավակն է, նա հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եւ օրերս նա կհանդիպի ձեզ, նեղացրել է ձեզ Ռուբեն Մխիթարյանը։ Դե քանի որ ինքը այդպես վերջի մտերմություն ունեցել ենք եւ եկել մտել է ընտրապայքարի մեջ եւ մրցապայքարի մեջ եւ քաղաքապետի տեխնացու իրեն հայտարարել առանց ինձ հանդիպելու նույնիսկ դա կարծում եմ ճիշտ չի։ Դա է։ Այսօր արդեն ինքը եկել է առաջնորդարան, բայց ուղղակի չի կարողացել ինձ տեսնել, երևի վաղ կտեսնի։ Խնդիր չկա։ Միայն դա էր պատճառը, որ ինքը ինչով էր արժանացել կեղծ ընդդիմադիր լինելու։ Որովհետև ես հիմքեր ունեի մտածելու, որ իրեն արգելել են ոմանք ինձ հանդիպել։ Այս սպային էլ այդ կասկածը իմ մոտ փարատված չի, գուցե ինքը գա եւ այդ կասկածը փարատի, որովհետև ես այն տպավորության տակի, որ անշուշտ ինքը ցանկացել է ինձ հանդիպել, բայց քանի որ ինքը կաշկանդված է իրեն սատարող ուժերով, որոնք իրեն արգելել են եւ ասել են, որ ցանկալի չի Սրբազանի հետ հանդիպել, այդ պատճառով ինքը չի հանդիպել։ Եվ եթե այդ պատճառով ինքը չի հանդիպել, ինքը բնականաբար կեղծ ընդդիմադիր է։ Որովհետև ծառայում է մեկ այլ ուժի, որը ընդդիմադիր չի։ Սա իմ տպավորությունը, իմ վերլուծությունն է եղել, որովհետև գուցեև ես սխալվել եմ։ Հիմա երբ որ գա ինքը եւ հաստատ ներկայացնի, որ այդպես չի, կպարզվի, որ ես սխալվել եմ։ Բայց ոչ թե պարզապես անձնական մագարտակի վրա վիրավորվածություն չի եղել, որ քանի որ ինքը ինձ մոտ չի եղել, ես վիրավորված եմ եւ դրա համար չէ։ Այլ ես հիմքեր եմ տեսել եւ հիմքեր եմ ունեցել կարծելու, որ իրեն ուղղակի թելադրված է եղել ինձ չհանդիպել։ Իսկ թելադրող ուժերին ես ընդդիմադիր չեմ համարել երբեք։ Հասկանալի։ Սրբազան, տեսեք, Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները, նախ ձեզ սա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները, թե ինչպես ասում են, այն ստանալու է համապետական բնույթ, հույս են կապում, որ օրինակ եթե ընդդիմադիր տեխնացու դառնա Գյումրու քաղաքապետ, հնարավոր է նաև դրանով հասնել իշխանափոխության եւ այն խարանը, որ կա Գյումրու վրա, իբրև թե նիկոլական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը այստեղից է քայլելով գնացել Երևան եւ հասել իշխանության, այդ խարանը կմաքրվի։ Գյումրու վրա այդպես խարան չկա։ Չկա այդպես խարան։ Նա այստեղից է քայլել, եւ այստեղից քայլել է միայնակ։ Դա խարան չի։ Մեզ որ այո, բայց այդ զուգահեռը տանում են, որ այստեղից սկսվել է, այստեղից էլ կվերջանա, ասված տա։ Բայց Գյումրի քաղաքապետի ընտրությամբ չէ, այլ Գյումրի քաղաքապետի ընտրության միջոցով պրոցեսի սկզբնավորմամբ, համապետական պրոցեսի սկզբնավորմամբ է, որ կարելի է բան փոխել։ Թե
թե չէ պարզապես Գյումրիի քաղաքապետի ընտրությամբ, եթե Երևանը չշարժվի, ոչ մի բան չի փոխվելու։ Այդ նույն համատեքստում նախընտրական շրջանը, քանի որ դուք կողքից եք դիտում ավելի օբյեկտիվ կարծիք կունենաք, այն ահաբեկված վիճակը, որը ցույց են տալիս կա Գյումրիում այդպիսի վիճակ եւ նաեւ թեկնածուների շրջանում, հա, այս երկու օրվա մեջ փոխհրաձգություն էր, այսպես ասած, մեկը մյուսին մեղադրում էր, մեկը Թուրքիայի կեցության քարտուն էր, ասում էր ինքնաբացահայտվեք են, մյուսն էլ հակադարձեց, ասելով, որ մեկի հայրը, թեկնածուներից մեկի հայրը աշխարհությամբ է զբաղվում, տոկոսով գումար է տալիս։ Այս ամեն ինչը բնորոշ է ընդհանրապես տեղական ինքնակառավարման Բայց ինչ կապ ունի ահաբեկված լինելու, ինչ կա ահաբեկված լինելու հետ։ Ինչ ահաբեկված լինել, քաղաքում ոնց կարող, ով է ահաբեկված։ Այս քաղաքը ահաբեկվող քաղաք չի։ Այս քաղաքը ոչ մի բան չի ահաբեկվում։ Այդպես որևիցե մեկը չի կարող ահաբեկել այս քաղաքին եւ այս քաղաքը։ Այո, քաղաքում կարող է հատուկ այդ մարդկանց ահաբեկել, բայց քաղաքին ահաբեկել ոչ ոքին տրված չի, ոչ ոքի հնարավորություն չունի։ Այս քաղաքը նույնիսկ թուրքական օկուպացիա է տեսել չի ահաբեկվել, ինչից պետք է ահաբեկվի։ Ահաբեկվելու հարց չկա։ Ինչ վերաբերում է փոխհրաձգություններին, դե տրվում են սադրանքների եւ իշխանական թևն է, որ ավելի այդ սադրանքները հրահրում է եւ մարդկանց նյարդերն էլ երևի չի դիմանում եւ որոշ բաներ ասում են մեկը մյուսի նկատմամբ, որ կարելի է եւ չասել, ասելով որևիցե մի բան չեն շահում, բայց ավելի կորցնում են։ Բայց դե բոլոր ընտրություններն էլ այդպես դեպքեր ունեցել են, հիմա ոչ առաջինն է, ոչ վերջինը երևի։ Բայց այդ բոլոր ասած ձևական կոմպրոմատներ են, ոչինչ չասող կոմպրոմատներ են, դրանք ինչ։ Դե օրինակ Սարիկ Մինասյանը ասում է, եթե կարողանում ես Թուրքիային բիզնես անել, նկատի ունենալով Վարագ Ղազարյանին, ասում է Գյումրիում անեիր այդ նույն բիզնեսը, օգնեիր Գյումրի քաղաքին։ Հիմա Թուրքիայում բիզնես անելով Հայաստանի Հանրապետության որևիցե օրենք խախտել է մարդը, որևիցե հագաօրինական արարք կատարել է, որևիցե քրեական արարք կատարել է, հետևաբար դա ինչ կոմպրոմատ է, դա կոմպրոմատ չի։ Դա բացահայտ է եղել, չէ՞, բացահայտ բոլորն էլ գիտեն այս քաղաքում ով Թուրքիայի հետ բիզնես է անում, բոլորին անուն առանուն գիտեն։ Հետո ինչ մի թափում բան է եղել, որ հիմա բացահայտվել է։ Կամ եթե դրա մեջ քրեական հանցանկական պետական դավաճանություն կա, ձեռքերը ոլորեք տարեք, ինչ է խնդիրը։ Բայց դե չեմ կարծում, թե Թուրքիայում են կան մարդ այս քաղաքը շատ միշտ ի սկզբանե Թուրքիայի հետ շատ բիզնես հարաբերություններ ունեցողներ է ունեցել եւ ունի եւ կունենա, քանի դեռ դա հագաօրինական չէ։ Մեզ որ էդի կոմպրոմատ չի, ինչ մի կոմպրոմատ է հանել են մեջտեղ։ Այ աշխարհությունն այլ կոմպրոմատ է, շատ ավելի լուրջ կոմպրոմատ է, բայց մարդը պատասխանատու չէ իր հոր համար։ Ինչ անենք, որ հայրը աշխարհում է։ Ես չգիտեմ էլ խոսքում է վերաբերում։ Ահա, իրենք էլ են ժամանակ տվել, այսպես ասած, որ ինքնաբացահայտվեն, մեկը մյուսին ժամանակ են տալիս։ Քանի որ այն կուսակցությունները, որոնք առաջադրվել են քաղաքապետի թեկնածուի համար, բոլորը Երևանում ստեղծված քաղաքական ուժեր են, Երևանը օգնում է, թե Դա այդ մասին ես երեք խոսել եմ, չի ասել եմ։ Լսել ես։ Թե չես լսել։ Լսել եմ։ Այո, քանի որ կուսակցականացվեց տեղական կառավարման մարմինների ընտրությունները, այո, Երևանը դարձավ դերակատար բոլոր թիմ ընտրություններում, ուզես թե չուզես, որովհետև բոլոր կուսակցությունների գլխամասերը Երևանում են։ Եվ այո, Երևանը ամեն տեղ դերակատարություն ունի իր կուսակցությունների միջոցով։ Սա սխալ է, ըստի սխալ է։ Եվ չպետք է կուսակցականացվեր թիմ ընտրությունները, չպետք է կուսակցականացվի։ Եվ Երևանը չի կարող օգտակար դերակատարություն ունենալ որևիցե մի տեղական ինքնակառավարման մարմնության մեջ, որ չի կարող, որովհետև ինքը տեղյակ չէ այս նոճ իրավիճակին, ոչ մթնոլորտին, ոչ մարդկանց։ Նախընտրական ծրագրերին դուք թեկնածուների առաջարկած ծանոթացել եք։ Ես լուրջ չեմ առնում նախընտրական ծրագրերը։
հարցս հենց այդ շրջանակում էր իրատեսական արդյոք համարում եք, թե դրանք մնալու են բուկլետների վերագրված։ Ինչպես միշտ մնացել են, մեծ մասը կմնա, իսկ կիրականան նրանք, որոնք եթե բուկլետում չլինեին էլ իրականանալի էին։ Ես երբեք ոչ մի, այսքան 30 տարվա մեջ ոչ մի նախադրական ծրագիր թերթած անգամ չկամ։ Կամ երբ թերթել եմ նկարները նայելու համար, որտեղ չեմ հավատում ես այդ ծրագրերին, որտեղ այդ ծրագրերի մեծ մասը օդի մեջ են։ Օդի մեջ են։ Եվ ուղղակի ասվում են, մարդկանց ականջը շոյելու եւ այո մարդկանց դեպի իրենց տրամադրելու համար որ բնական է, ոչ մի արադավոր բան էլ չկա դրա մեջ։ Բայց ոչ մեկն էլ չեմ կարծում թե ծրագրին, այս քաղաքը նամանավանդ ոչ մեկը ծրագրին քվե չի տալու մարտի 30-ին։ Ոչ մեկը կուսակցությանն էլ քվե չի տալու։ Դուք կարծում եք որ ասենք կոմունիստական կուսակցությանը քվե տվող է լինելու։ Քվե տալու են Վարդան Ղուկասյանին, ի՞նչ կապ ունի կոմունիստական կուսակցությունը։ Կամ որևիցե ԿՊ-ին են ձայն տալու, չէ, տալու են Սարեկին։ Այնպես որ ինք ծրագիր, ոչ ծրագիր, ոչ կուսակցություն, ոչ մի էական դերակատարություն չունեն ընտրությունների մեջ։ Ձև են։ Այդուհանդերձ տեխնացուները իրենց ծրագրերը մեկը ազատ տնտեսական գոտի, մեկը զբոսաշրջության վրա է շեշտը դնում, բայց Գյումրիի թիվ 1 խնդիրը որն է, որ պետք է նախ լուծում ստանալ, ոչ թե թողնեին, որ հասներ հերթը ընտրություններին, եւ որ ընտրություններից հետո պետք է լուծում ստանալ։ Թիվ 1 խնդիրը այսինքն շատ դժվար է թիվ 1 խնդիրը որոշ։ Թիվ 1 խնդիրը երևի այսպես ասենք սրտացավ ինքնամոռաց քաղաքին նվիրված եւ միայն քաղաքի հոգսերի մասին մտածող քաղաքապետ ունենալն է։ Այսպես ասած մահապարտ քաղաքապետ ունենալն է, որը ոչ մի կողմնակի անձնական շահագրգռություն չպետք է ունենա։ Եվ պետք է միայն մտածի քաղաքի հոգսերը թեթևացնելու եւ քաղաքի վերածելու մասին։ Այդտեղ թե ինչպես կլինի, տարբեր ֆրոնտներով նախ աշխատատեղերի ստեղծում, բիզնեսի խթանում, ինչ իմանամ, ենթակառույցների ստեղծում, մշակութային օջախների թարմացում եւ այլն, լեփլեցում գործեր կան, լեփլեցում։ Եվ երկրաշարժից հետո այն որ այս քաղաքը մնացել է եւ այսօր դեռ քաղաք է եւ դեռ խոսք ունի ասելու, սա հրաշքի համազոր բան է եւ դրա համար գյումրեցին է, որին պետք է շնորհակալություն հայտնենք, որ կարողացել է այս տոգունության ռեկորդներ սահմանել, մնալ քաղաքում եւ քաղաքը պահպանել եւ այսօր էլ քաղաքից ինչ-որ բան ստանալ եւ ունենալ։ Ես իբրև հոգևորական անշուշտ ամենից առաջ եւ ամենից վեր նախ հոգևոր բարոյական մթնոլորտ պետք է քաղաքը ունենա հոգևոր բարոյական առողջ մթնոլորտ։ Դա երբանից սկսած չկա սրբազան։ Ով ասեց չկա։ Կա, ավարար չի։ Ավարար չի։ Եվ հոգևոր բարոյական մթնոլորտը քաղաքը ունեցել է մինչև հեղափոխություն Ալեքսանդրապոլի ժամանակ էտալոն է եղել հոգևոր բարոյական մթնոլորտի թելադրողն է եղել այս ամբողջ տարածաշրջանում։ Հետո կամաց անշուշտ սովետական տարիներին թուլացել է, երկրաշարժից հետո շատ ավելի տկարացել է, բայց եւ այն առողջ կորիզը մնացել է պահպանվել եւ դա պետք է ավելի խոշորանա եւ այո այդ որ ասում ենք հոգեվոր բարոյական տեղից է բխում մշակութային ձեռքբերումներ եւ այլն որոնցով հայտնի է մեր քաղաքը Հետևաբար մեր քաղաքը դից չի որ անպայմանորեն արդյունաբերական ձեռնարկություններով պետք է հզորանա եւ ինքը ուրիշ առաքելություն է ունեցել ինքը ունեցել է այս նիստուկացի, հայկական նիստուկացի, մտածելակերպի, վարչկու կանոնի
էտալոն լինելու բրենդն է, որ այս քաղաքին պետք է վերադարձնել վերջնական, ոչ թե մի արդյունաբերական ձեռնարկություն ավել կամ պակաս, այո, արդյունաբերական ձեռնարկությունները անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ աշխատեն, բայց միայն դրանով չի, այլ պետք է այդ աշխատողները կարող է լինեն այդ հոգևոր բարոյական արժանիքների եւ արժեքների։ Սպասան այդ հոգևոր բարոյականի եւ երևի ավելի շատ բարոյականի, հա, այս ընտրությունների ընթացքում մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման գործում կամ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հաղթանակներում բարձր են պահել, խոսքը օրինակ Արթուր Ալեքսանյանի մասին է կամ Քյոխի լեգենդար հրամանատարի, նրանցից մեկը ընդդիմադիր ուժի կողքին էր հայտնվել, Արթուր Ալեքսանյանն էլ քարոզարշավից առաջ իհարկե գնացել է իր անվան մարզադպրոցը տեսնելու, հիմա ասոցիացնում են, որ նախընտրական քարոզարշավի է մասնակցել։ Նախ ընդհանրապես իրենց քաղաքականության մեջ լինելու կամ խառնվելը դուք ինչպես եք դիտարկում, արժեր արդյոք իրենք խառնվեն կամ ամեն դեպքում այդ համարձակությունը քաջությունը ունենային հասկանալու, որ իրենց ամեն դեպքում ասոցիացնելու են այդ ուժերի հետ, քանի որ թիրախավորվում են հասարակության կողմից։ Իրենց ազատությունն է, իրենք ազատ են, իրենց քաղաքական կողմնորոշումը ունենալու, ինչ խնդիր կա, այսինքն եթե մեկը առանձնանում է ինչ-որ բանով ասպարեզում մշակութային կամ սպորտային կամ ռազմական կամ չգիտեմ ինչ, կամ հոգևոր, ուրեմն ինքը իրավունք չունի քաղաքական կողմնորոշում ունենալու, այդպես չի, մարդիկ իրավունք ունեն իրենց քաղաքական կողմնորոշում ունենալու։ Հիմա ես որևիցե բան չեմ տեսնում եւ ոչ էլ այդպես դատապարտողի կեցվածք եմ ունենում Արթուր Ալեքսանյանը, սպորտի բնակավարում մեր պատիվը բարձր պահած տղա է, մեր տղան է, մեր սիրելի, մեր քաղաքի համար սիրելի մարդ եւ բացարձակապես պետք չի իրեն ասոցիացնել ԿՊ-ի հետ։ Բնավ։ Հիմա այս իշխանության օրոք կառուցում է իր անվան մարզադպրոցը, այդ տղան ինչպես ինչ անի բա։ Պետք է հասկանալ, ըմբռնումով պետք է մոտենալ, այդտեղի ինչ կա դրա մեջ։ Ես ոչ մի չտեսա, ես որ որոշ շրջանակներ խիստ դատապարտողի կեցվածք էին որդեգրել, հա, Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, ես լինելով երևի շատ դրացից այդ դատապարտողներից շատ ավելի ընդդիմադիր ԿՊ-ի նկատմամբ, ես նման կեցվածք չունեմ, որտեղ այդ տղան ինչ-որտեղ պարտավորված է այդպես իրեն պահելու եւ պետք չի իրեն դատապարտել դրա համար, բացարձակապես, դեռ դատապարտող բան չկա, եւ պետք չի խառնել, գիտեք, մագերեսներ իրար պետք չի խառնել։ Հիմա մարդը սպորտում ինքը մեծ ձեռքբերումներ ունեցել է, մեր պատիվը բարձր պահել է։ Հիմա ինչ է, մենք ուզում ենք, որ անպայման մի բիծ գտնենք իր վրեն եւ տապալենք, ինչի համար։ Մնայինք իբրև հիմա հանգուցյալ Յուրի Վարդանյանը ունեինք, որ էլի մեր հբարդություններից մեկն էլ նա էր մարդկային թուլություններ եւ մարդկային տկարություններ ուներ Աստվածօգին լուսավորի, բայց պետք է հասկանալ, որն է ավելի ծանր կշռում, իր ձեռքբերումները, հաղթանակները, դրական թողած հետ կթե իր մարդկային տկարությունները, եթե կան այդպիսիք, այնպես որ բարձր ամփոփելով էլի, նախ մարդիկ իրենց քաղաքական կողմնորոշման ազատություն ունեն, լիարժեք, եւ երկրորդ պետք չի քաղաքական կողմնորոշման համար անպայմանորեն դատապարտել այդպիսի մարդկանց, որոնք այլ ասպարեզներում իրենց խոսքը ասել են։ Կարող էին չմտնել, բայց եթե ստիպված են մտնելու, պետք չի դատապարտել։ Եվ ամփոփելով մեր զրույցը, հետընտրական Գյումրին ինչպես պետք է իրեն դրսևորի կամ այսպես ասած, քանի որ օրերը մոտենում են ընտրության, ձեր կոչը հորդորը մեր թեկնածուներին ընտրությունից հետո Գյումրին այսպես ասած ընտրությունից առաջ էլ ընտրությունից հետո ցնցում չի լինի, ավելի մտավախությունն ընտրություններից առաջ է։ Իսկ ոչ թե ընտրություններից հետո մենք ցնցում ենք ցանկանում, մենք ընտրություններից հետո որոշակի զարգացումներ ենք ուզում ունենալ մեր հանրապետությունում եւ դրա մասին չենք թաքցնում։ Իսկ մեր տեխնատուների խաղաղություն, հանդարտություն,
հավասարակշռություն, միմյանց նկատմամբ հարգանք եւ գործնական կետնի վրա իրենց թող հայացները ներկայացնեն, ծրագրերը թող ներկայացնեն, առանց միմյանց հայհոյելու, առանց միմյանց վիրավորելու, ոչ պարտադիր չի միմյանց վիրավորել։ Այնպես որ լավի սպասումով